Հավանաբար տեսած կլինեք Նիկոլ Փաշինյանի հիացական ժպիտը Էրդողանի կողքին կանգնած ու նրա ավելի արդար խաղաղություն հնարավոր է գիրքը բառացի կրծքին սեղմած, այդ պատկերը ինձ զգացողություն առաջացրեց ձեր մոտ։ Այդ թուրքը դա փաթաթում էլ ինչ պետք է անես։ Կարաս ուրիշ բան մտածես։ 1000 անգամ ներողություն։ Եթե ես թուրք եմ, դու թուրք ես, մենք իրար փաթենք, ով պետք է նեղանա, ոչ մեկը։ Մենակ հայերը, չէ՞։ Այդպես է մենք ենք նեղանում թուրքերից։ Թուրքը դա փաթաթվում։ Էրդողանը գրգել էր իրան։ Երևի սիրում է, էլի։ Եթե դու ուրախ ես, որ հանդիպել ես Էրդողանի հետ, բայց Էրդողանը իր սրտի մեջ ուրիշ բան է մտածում։ Երբեք մենք այդ ցեղասպանությունը մեր ճակատից պետք է չջնջենք։ Մեր ճակատին գրված է հետի։ Երեք ասում է 1 միլիոն մարդ 15 թվականին, որ զոհվել են, եթե մնային մինչև հիմա, ինչքան կլներ հայ ժողովուրդը, ինչքան կլներ, հետի կարելի է ուրանալ, չէ կարելի է ուրանալ, ես իմ երեխին ոնց ուրանամ, իմ երեխեն, որ ընձի ուրանում է, ուրեմն սրբապղծություն է։ Ես զզվանք ապրից այդ պահը, ավելի ճիշտ տելևիզոր անջատեցին, ամել ինքը երբ ելույթ անում, ես տելևիզոր անջատում եմ, էդ էլ ասեմ, ոչ մի անգամ ես իրան ելույթը չեմ լսում, որովհետև ինքը խոսալու ձև էլ չգիտի։ Ոնց որ հիստերիկալ շարժումները ինքը ջերմը պատճում է, բա ասում եմ, չէ, դե ասում եմ, ինքը թուրքերի հետ է, հայերի հետ չի, ինքը հարգում է թուրքերի, ոչ թե հայերի։ Կստենտի այդ գիրքը չպիտի վերստեմ։ Դա ոնց որ ասած, կնոջ հատկությունները, որ կնոջ ուզում են սիրաշահել, վարդ են տալիս, ծաղիկ են տալիս, կամ դա սիրաշահում է։ Վայ մամա ջան, մի ասա էլի, այ հենց էդ է էլի։ Իրա ոնց որ բրոնյա ժիլետնա դա իրա բրոնյա ժիլետնա, բայց չի օգնի։ Փաշինյանի նման գալու են գնան, բայց երկիրս մնալու է, ժողովուրդն ծաղկելու է, գալու է ուժը, հավատա գալու է, ու ես գիտեմ այդ ուժով, գալու է, թող ինքը պատրաստվի, փախնելու տեղ չունի, սամալյոտները բենզին չունեն, լարսն էլ փակ է, մնաց բորդյուրին։